Երբ ես նոր էի ընտրվել մարդու իրավունքների պաշտպան, նաև մեր հաստատությունը պետք է գնահատվեր միավորված ազգերի կազմակերպության կողմից ու նաև մի քանի միջազգային գործընթացներ էինք անցնում։ Այդ ժամանակահատվածում օրինակ ինձ հստակ հաղորդագրություն է փոխանցվել այն մասին, որ հաստատությունը միանշանակ պետք է օրինակ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտում փոխի իր գործունեության ձևաչափը, որովհետև այն բավարար չէ միջազգային չափանիշների տեսանկյունից, կամ հատուկ շեշտադրվել է կոնֆլիկտի եւ հետկոնֆլիկտային ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեթոդաբանությունը փոխելու կարևորությունը։ Այսինքն բազմաթիվ ոլորտներ կան, որոնք մեր կողմից ուշադրության կենտրոնում են եւ բնականաբար դրանք նորմալ ընթացքով նաեւ զարգացման որոշակի փուլ են անցնելու, որովհետեւ թե ես եմ հանձնառու այդ առումով, թե նաեւ այդ հաղորդագրությունը իմ գործընկերներին եմ փոխանցել, որ մենք պետք է իրականում ստանձնենք հանձնառություն կարևոր համակարգային փոփոխություններ բերելու, ու ես ինքս նաեւ շատ սոլիդար եմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապագայում կզբաղեցնեն թե պաշտպանի պաշտոնը, թե նաեւ աշխատակազմում կներգրավվեն որպես աշխատակիցներ, ինքս պատրաստ եմ անկախ դրանից պաշտոնավարելու եմ հետագայում թե ոչ, ցանկացած գործընկերոջ աջակցել, այդ թվում այդ բարեփոխումները ու զարգացման ընթացքը ճիշտ ուղղությամբ առաջ տանելու տեսանկյունից։